Հուլիսի 1-ից Նինոց Մինդայի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային երիտասարդական կենտրոնում մեկնարկեց բակային ճամբարը, որում ընդգրկված են 7-ից 8 տարեկան երեխաներ։ Նրանց օրը սկսվում է Սուրբ Սարգիս եկեղեցում տերունական աղոթքով, որից հետո փոքրիկների առջև բացվում է կրթական ժամանցային խաղերով ու հետաքրքրություններով լի օր։ Հետևում է 2 շաբաթ, ըստ ծրագրի 40 երեխա է, բայց 52 երեխա ունենք։ Ծուար կազմակերպությունն է սա, արդեն ավանդույթ է դարձել, 10 տարուց որ հստակ ավել է, ինչ ծուար կազմակերպությունը բարեգործական մեզ բակային ճամբարի համար հովանավորում է, որպեսզի մենք կազմակերպենք բակային ճամբարը։ Նպատակը այն է, որ երեխաներին փողոցից կտրենք, աղոթքանել ենք սովորում, խաղեր ենք անում, պարեր ենք սովորում։ Խմբաբարները առավոտ բերում են ժամը 10-ին և ժամը 4-ին արդեն ծնողները գալիս են երեխաներին տուն են տանում։ Այդ ընթացքում մենք ակտիվ և խաղերով, և սովորելով, և առավոտյան սկսում ենք աղոթքով եկեղեցուց, որովհետև երեխաների մեջ պիտի սերմանենք սերը դեպի Աստված և նպատակը, որ այս երեխաների մեջ բարություն տեղադրենք, մեկը մյուսին սիրեն, հարգանքով և եկեղեցու շուրջը հավաքան։ Թող Աստված օրհնի ծուար բարեգործական կազմակերպությանը, իրենց անդամներին, մեր խմբավարներին, այս երեխաներին և դրանով ապրում ենք ու վայելում ենք այս երեխաների ներկայությունը։ Եվ սա է, տեսնում ենք արդեն ավանդույթ դարձած, որ մենք տարեստարի ավելի փորձում ենք մեր աշխատանքները ավելի էֆեկտիվ դարձնել, որպեսզի ինչ-որ այդ կարճ ժամանակի մեջ հնարավոր լինի կարողանանք փոխանցել այս երեխաներին։ Այժմ և միշտ և ավետյան սարելենից ամեն։ Ձեզ բարևոր եմ աղթում, հետոտ մնացեք, մերտեղնություն չմնասեք և լավ հորանց կասեք, չէ Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի ճամբարին կամավոր մասնակցում են ջոկատավարների օգնականներ, ում համար ևս հաճելի է այս 2 շաբաթն անցկացնել փոքրիկների հետ, պարել, խաղալ, սովորել և այլն։ Հուլիսի 1-ից սկսվել է բակային ճամբարը մշակութային կենտրոնում։ Ես արդեն 2-րդ տարին է ինչ մասնակցում եմ որպես ջոկատավարի օգնական, բայց բակային ճամբարը արդեն մի քանի տարի էր գործում եմ։ Շատ ուրախ է ասնում երեխաների օրը։ Օրը սկսում ենք աղոթքներով, պարերով, երգերով, սովորեցնում ենք այս ամենը, ունենք բազում խաղեր։ Երեխաները բոլորը շատ ուրախ են և բազում հետաքրքրություններ են կազմակերպվում։ Այս ամենի համար շնորհակալություն եմ հայտնում SOAR կազմակերպությանը և Տեր Հորը, որ կազմակերպում են այսպիսի հետաքրքիր բակային ճամբարներ։ Ինչպես նշեց մեզ հետ հարցազրույցի ժամանակ Տեր-Արմաշ Քահանա Պողոսյանը, SOAR կազմակերպության շնորհիվ այսքան փոքրիկներ կարողանում են այս 2 շաբաթվա ընթացքում հնարավորություն ունենալ իրենց օրը դարձնել անմոռանալի։